Եղբայրներ, քույրեր, փառք Տիրոջ, իսկապես այսօրվա համար, այս հնարավորությունների համար, որ ունեք այսօր միաբան հավաքվելու, Տիրոջ անունը օրհնելու, Տիրոջից սովորելու, խրատվելու, ուղղվելու, որտեղ այսպես է մեզ պատվիրած ամեն ժամանակ, որ գաք նրա առջև եւ նրանից սովորենք նրա ճանապարհները։ Երբ որ Աստված Իսրայելի ժողովրդին փրկեց Եգիպտոսից, Սուրբ Գիրքը ասում է, որ Աստված իրան ժողովրդին ազատեց, փրկեց հզոր ձեռքով, մեծ հրաշքներ անելով, պատժելով թշնամուն, պատժելով նրանց, ովքեր որ տարիներ շարունակ հալածում էին Աստծո ժողովրդին։ Երբ որ նրանք դուրս եկան, նրանց առաջի երգը սա էր, երբ որ Մովսեսը երգեց Իսրայելի ժողովրդի հետ, եւ իրան երգի մեջ 19 գլխի 13 խոսքում ասպես էր ասում. Ով է աստվածների մեջ քեզպես, ով Եհովա, ով է քեզպես սրբություն մեջ փառավորված, օրհնություններով սկանչելի, հրաշքներ անող, մեկնեցի քո աջ ձեռքը, երկիրը կլանես նրանց, քո ողորմությունով առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր, քո զորությունով տարի նրանց քո սուրբ բնակարանը։ Առաջի բանը, որ ուզում եմ այստեղ նկատենք միասին, առաջի բանը, որ Աստված Մովսեսը ասում է, որ Աստված սուրբ է, եւ սրբությունով փառավորված է։ Եվ երկրորդ բանը, որ այստեղ նկատել են, որ Աստված իրան ժողովրդին փրկեց, ժողովրդին հանեց, որպեսզի նրանց առաջնորդի, նրանց տանի իր սրբության մեջ։ Եվ այս երկողը Մովսեսը, մենք գիտենք, պատմությունից բոլորս գիտենք, նա մի մարդ էր, որ մեծացել է Եգիպտոսում, որ փարավոնի աղջիկը նրան վերցրեց եւ նրան մեծացրեց, նրա կյանքում մեծ ներդրումներ արավ, մեծ նպատակներ ունեցավ, նրան սովորեցրեց Եգիպտոսի բոլոր կանոններին, բոլոր օրենքները ներում նրան վարժեցրեց եւ միգուցե հույս ուներ, որ մի նոր Մովսեսը անգամ Եգիպտոսում փարավոն կդառնար։ Բայց Աստված այլ բան որոշեց եւ Մովսեսի կյանքում մի բան փոխվեց։ Մովսեսի կյանքում մի բան փոխվեց եւ նա տեսավ, որ կորցրել է իր խաղաղությունը, իր ուրախությունը, հանգիստ չէր, որովհետեւ նա հասկացավ, որ այն ստերմից, որ նա ծնված է, հոգեվոր է։ Այն ստերմից, որ նա վերածնվեց, հոգեվոր է, եւ քանի որ հոգեվոր էր, հոգեվոր բաներ է մտածում։ Հոգեվոր բաներ է մտածում, փնտրում։ Հոգեվորն է փնտրում, հոգեվոր ընկերներ է փնտրում, եղբայրներ քույրեր է փնտրում։ Եվ նրա համար հաճելի էր, որ գնար իր ժողովրդի մեջ եւ նրանց հետ ուրախանալ, նրանց հետ տխրվել, որ գրված է, որ անգամ որ պետք էր նրանց հետ չարչարվել։ Դրա համար Աստված տեսնելով այդ ամենը նրա կյանքում մեջ, որ նա հաստատ ուզում էր դա, անգամ նա փորձեց իր իսրայելացու եղբայրներից մեկին փրկել։ Նա քայլ արեց։ Դա համար Աստված տեսնելով սրան, Աստված նրան փրկեց Եգիպտոսից, նրան ազատեց, նրան սրբացրեց, նրան ջոկեց այդ վիճակից, այդ երկրից, որպեսզի հետո նրան ուղարկի, որպեսզի ազատի մահվան տարվողներին, ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում, եւ դեպի սպանվելու նողդոջացողներին։ Աստված փրկեց նրան, ով որ ուզում է փրկվել։ Աստված սրբացրեց նրան, ում որ փրկեց։ Եվ տարավ նրան մեկ այլ ճանապարհով։ Եվ այսօր եղբայրներ, քույրեր, ամեն բան նույնն է։ Այն ինչ որ սկսում է վերեսին ծնունդից, շարունակում է սրբացման ճանապարհով, որ Աստված մեզ տանի սրբացմանը։ Եվ Աստծո խոսքն է, որ մեզ կտանի սրբացմանը, Աստծո խոսքն է, որ մեզ կտանի նրան խորանի մեջ, նրան սրբության մեջ, որովհետև Աստված սուրբ է, Աստծո բնակարանը սուրբ է, եւ Աստված սուրբ է, եւ բնակում է Աստված իր ժողովրդի մեջ, նրանց մեջ ովքեր որ սուրբ են։ Մի նոր Դավիթի կյանքում Դավիթը Աստծուն հարց տվեց։ Ասեց. Տեր, ով կմտնի քո սուրբ տեղը, կկանի քո սուրբ տեղում։ Եվ նա պատասխան գտնելով ասեց. ուղիղ գնացողը, արդարություն գործողը եւ իր սրտում ճշմարտություն խոսողը։ Նա, որ իր լեզվով չի բամբասում եւ իր ընկերի չի անում եւ իր դարացի վրա նախատինք չի գցում։ Որովհետեւ Աստված է ինքն է մաքրում իր տաճարը։ Աստված ինքն է մաքրում մեզ։
Աստված ինքն է սրբացնում։ Մի օր Տերը եկավ տաճար մի ժողովրդի մոտ, որ դարեր շարունակ սպասում էին նրան։ Եվ Աստված եկավ, տեսավ այդ ժողովրդին, որ թողել են պաշտամունքը, թողել են երկրպագությունը, թողել են սրբացման ճանապարհը, թողել են, մոռացել են։ Եվ Աստված Տերը գրված է, որ խարազան վերցրեց ամեն մեկին հանեց դուրս։ Եվ հիշեցրեց նրանց, որ Աստծո տաճարը կոչ ունի, եւ այդ կոչը, որ դա միշտ պետք է կոչվի աղոթքի տուն։ Երբ գալիս եք Աստծուն, դա մի կոչ ունի, դա աղոթքի տուն է, դա Աստծո հետ փոխհարաբերություն ունենալու տուն է, երբ որ մարդ գալիս է Աստծո հետ ապրում է։ Նույնպես Հովհաննեսը վկայելով Տիրոջ մասին ասում է, նա որ ինձանից հետո գալիս է, ինձանից մեծ է, ինձանից առաջ է, ինձանից զորավոր է, եւ նա հասնելի նրան ձերքին է, որ նա կմաքրի իր սրբարանը։ Նա կմաքրի իր սրբարանը։ Եվ հավատում եմ, որ Աստծո գործը ոչ միայն որ մեզ փրկելն է, այլ ինչպես որ Պողոս Առաքյալն է ասում Երկրորդ Կորինթացիների 11:2-ում, որովհետև ձեզ համար նախանձավոր եմ Աստծո նախանձով, որովհետև ձեզ մի մարդի նշանեցի, որ մի սուրբ գույս կանգնեցնեմ Քրիստոսի առաջ։ Եվ Աստված երկրի վրա մեկ սրբարան ունի, մեկ եկեղեցի ունի, որ Պողոս Առաքյալը ասում է, դա դուք եք, որ Տիրոջ հոգին բնակում է ձեր մեջ։ Եվ Աստծո նպատակն է, որ մեզ սրբի, մեզ մաքրի իր սրբարանը, որպեսզի մենք կարողանանք նրա առջև կանգնենք, երբ որ Տերը կգա։ Եվ սուրբ լինելը դա միայն ամեղությունը չէ, այլ նվիրում Քրիստոսին երկնային Հորը, եւ մարդուն հաջողում է սրբացնել իր կյանքի բոլոր ոլորտները դեպի Աստված։ Որ մարդ ամեն ժամանակ, որ մարդ արդարություն գործողը, այսինքն նա որ իր անձը արդարություն գործողը, որ միշտ Տիրոջից վախենում է եւ նրան երջարից հեռանում։ Մի անգամ Տերը վկայեց Հոբի մասին, ասելով. տեսար իմ Հոբ ծառային, որ կատարյալ է, այսինքն որն է նրա կատարյալությունը, չէ՞ որ մենք գիտենք, որ մարդիկս, որ այս երկրի վրա մենք չենք կարող ասենք մենք կատարյալ ենք, բայց մենք հավատում ենք, որ մենք կարող ենք օրեցօր գնալ կատարյալությանը, բայց Աստծո տեսակետով Հոբը կատարյալ էր, որովհետև նա ուղիղ էր գնում, եւ նա ուղղությունը կախված էր չարից հեռանալ եւ Տիրոջից վախենալ։ Եվ երկրորդը Դավիթը ասում էր, որ արդարության գործողը, այսինքն մի մարդ, որ իր անձը անիրավությանը չի տալիս։ Եվ իր սրտի մեջ ճշմարտություն խոսողը, այսինքն նա ով իր սրտի մեջ ճշմարտություն է խոսում, նա ճշմարտությունը սիրողն է։ Եվ նա երբեք ոչ մեկին առաջ երբեք միաղավոր չի փնտրում, այնինքն միշտ իր ներսում ճշմարտություն է խոսում, առաջին իրան վերաբերյալ ու Աստծո։ Եվ դրա համար ասում այդ մարդը կարող կանի Աստծո սուրբ սարի վրա։ Մեկտեղ ասում է, որ Սամոս 2-ն ասում է, պահի քո լեզուն չարությունից եւ քո շրթունքները, որ նեղություն չի խոսեն։ Սա մեր կյանքում կարևոր ոլորտներից է, որ մենք մեզ սուրբ պահենք եւ սուրբ մնանք ամեն բնակավարում, ամեն ոլորտում, որ մենք մեզ միշտ կարող լինենք Աստծո համար առանձնացնել ամեն ոլորտում։ Կուզենայի մի հատ օրինակով կիսվել 5 տակարանից Հռութի գրքից, որից հետո միասին աղոթենք։ Եկեք բացենք Հռութի 7-րդ գլուխ։ Եվ ամեն մեկս փորձեք այս խոսքը վերցեք, ամեն մեկս փորձեք վերցեք մեզ վրա։ Ես միշտ այս խոսքը վերցնում եմ ինձ վրա։ Առաջի երկրորդ խոսքը գրված է, որ եւ նրան սկեսուր Նոեմին նրան ասաց, Հռութի պատմությունը գիտենք, որ Հռութը մի Մովաբացի կին էր, որ ինքը ամուսնացած է եղել հրեա մարդու հետ եւ մահացավ, իսկ սկեսուրն էլ իր ամուսինը մահացավ եւ երկուսը եկան Աստծո տուն, վերադարձան Բեթլեհեմ։ Եվ նրան սկեսուրը Նոեմին նրան ասեց. եւ ես կուզեմ Նոեմին այս խոսքի մեջ տեսնեմ որպես Աստվածանից խորհուրդ, մեզ խորհուրդ տվող, որովհետեւ նա Նոեմին ոչ թե մենակ նա ամեն ինչ կորցրած, բայց նա չէր ապրում իր անձի համար, նա ապրում էր Հռութի համար էլ,
որպեսզի նրա համար լավ լինի։ Եվ նա ասպես ասում. Աղջիկս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում, որ քեզ համար լավ լինի։ Եվ ահա բոսը մեր ազգականներիցն է, որ դու նրան աղջիկներս մոտ էիր։ Ահա նա այս գիշեր կալումը գարի է կասում։ Եղբայրներ քույրեր, թույլ տվեք հարցնել, արդյոք Աստված մեզ համար հանգիստ չի ուզում։ Դավիթը ասում է, նա իմ անձին հանգիստ է տալիս եւ ինձ առաջնորդում է արդարության շավիղներում։ Մեր հանգստությունը կգտնենք արդարության շավիղներում։ Եվ Աստված մեզ հանգիստ է ուզում։ Արդյոք Աստված չի ուզում, որ մեզ համար լավ լինի։ Արդյոք նա չի ուզում ամբարիշտին եւ դառնալը, չի ուզում մեղավորին ապաշխարելը, որպեսզի փրկվի։ Դրա համար Մովսեսի գրքում Երկրորդ օրինացում 4:40-ում ասպես է պատվիրում. «Եվ պահես նրան կանոններն ու պատվիրանները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, որ քեզ համար եւ քեզանից հետո քո որդկանց համար բարի լինի, եւ քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Եհովա Աստվածը տալիս է քեզ ամեն ժամանակի համար»։ Աստված մեզ համար հանգիստ է ուզում։ Աստված մեզ համար բարին է ուզում, եւ ոչ թե միայն մեզ համար, այլ մեր սերունդների համար, մեր զավակների համար, մեզանից հետո, որ մեր զավակները իրաքը նույնպես գնան Աստծո շարիքներով։ Եվ սա է պատվիրում Նոյեմին ասելով նրան։ Եվ նրան խորհուրդ է տալիս։ Եվ որը առաջի խորհուրդը, որ Նոյեմին տալիս է, 7-րդ խոսքում ասում է. «Եվ դու լվացվիր եւ յուղով օծվիր, եւ հանդերձներդ հագիր, եւ իջիր կալը, եւ այն մարդին մի հայտնվիր, մինչեւ որ ուտը եւ խմը վերջացնե»։ Առաջի բանը, որ ասում է լվացվիր, մաքրվիր, որովհետեւ Պողոս Սարաքյալը ասում է, որ Աստված ուզում է, որպեսզի մեզ մաքրի, մեզ սրբի, մեր հոգու եւ մեր շնչի, որ ամեն պղծությունից, ամեն կեղտից մեր ներսը մաքրի, մեր մեղքերը ների։ Աստված ուզում է, որպեսզի մենք մաքուր լինենք նրան եւ մեզ մաքրողը ինքն է եւ նրան խոսքն է։ Երբ որ Դավիթը մեղք է գործում, Դավիթը ասեց, երբ որ Դավիթը մեղք գործեց, Դավիթը Տիրոջ ասեց. «Մաքրի ինձ եւ ձյունից սպիտակ կլինեմ»։ Աստված է, որ կարող է քեզ մաքրի, որպեսզի դու ձյունից սպիտակ լինես։ Նրա խոսքն է, որ մաքրում է մեզ, եւ նա արյունն է, որ մաքրում է մեզ։ Եվ երկրորդ խորհուրդը, որ ասում է յուղով օծվիր։ Հին ժամանակներում ես երկու պատճառ գիտեմ, որ մարդիկ օծվում էին։ Առաջինը օծում էին բժշկության համար, որ իրենց մաշկը, մարմինները պաշտպանված լինեն տարբեր հիվանդություններից։ Եվ երկրորդ պատճառը, որ նրանցից անուշ հոտ գա։ Եվ ես հավատում եմ, որ հավատացյալը պետք է լինի առողջ, այսինքն առողջ ողջամիտ վարդապետությանը հետևող, առողջ քրիստոնյա լինի, եւ այդ քրիստոնյայից անուշ հոտ գա, որովհետեւ երբ որ Աստծո հոգին է մարդու վրա, այս ժամանակ մարդու կյանքում դրսևորում Աստծո հոգու պտուղները, եւ այդ պտուղները անուշ տեսք ունեն, եւ այդ պտուղները անուշ հոտ ունեն, որովհետեւ առանց Տիրոջ հոգին հավատացյալից չի կար անուշ հոտ գա, որովհետեւ առանց նրա հոգին մենք մեղավոր ենք, մեզանից մեղավորության, ամբարշտության, մեզանից մեղքի հոտն է գալիս, բայց երբ որ այդ օծությունը, այդ հոգին յուղը, երբ որ Տերը մեզ օծում է, նա մեր հոտը փոխում է, նա մեր մահկանացու մեղավոր մարդուն դարձնում է հոգևոր մարդ, վերստին ծնված մարդ։ Եվ երրորդ բանը, որ խորհուրդ է տալիս, ասում է հանդերձներդ հագիր։ Եվ ինչ արեց Հորութը, առաջի բանը իրան որբևայրու հանդերձները հանեց եւ նոր հանդերձներ հագեց։ Մեր Տերը խոստացել է ասելով ես ձեզ որբ չեմ թողնելու։ Եվ մենք առանց նրան որբ ենք այս երկրի վրա։ Բայց ես դարձյալ կգամ ձեզ մոտ եւ ձեզ հետ կլինեմ։ Եվ նա խոստացել է, որ մեզ նա որբ չի թողնելու։ Ինչպես որ Եսայա մարգարեն կասի 61:10. Ես ուրախությամբ պիտի ուրախանամ Տերով, իմ անձը պիտի խնդա իմ Աստծով, որովհետև նա ինձ փրկության հանդերձներ հագցրեց, արդարության պատմուճանը գցեց ինձ վրա, ինչպես մի փեսա, որ դնում է իր խոյրը, եւ մի հարսի պես, որ զարդարվում է իր զարդերով։ Սուրբ լինել նշանակում է հանել հին մարդը,
փոխել հին կյանքը, իսկ նոր մարդը Քրիստոսի նմանողն է։ Ինչպես որ սիրելի որդի, ինչպես որ Սուրբ Գիրքն ասում, նոր մարդը Քրիստոսի սիրո մարմնացումն է։ Օրհնյալ եմ Տերոջ անուն, եղբայրներ քուրեր, մարդու հանդերձը խոսք ունի, մարդու հանդերձը կանչ ունի։ Եթե գնաս հարսանիք, եթե ուզես իմանաս ով է հարսը, նրան ճանաչում ես նրան հագուստով, նույնպես փեսայով։ Եթե ուզում ես իմանալ պաշտպանության բանակի ծառայողը ով է, դու նրան տեսնում ես նրան հագուստով։ Եթե մտնում ես ինչ-որ մի հատ խանութ, մանավանդ եթե խանութը մեծ խանութ է լինում, եթե ուզում ես գտնել աշխատողին կամ անվտանգության ծառայողին, նրան դու տեսնում ես, գտնում ես, ճանաչում ես նրան հագուստով։ Այսպես Աստված է ուզում մեզ հագցնի նոր հագուստով։ Աստված, երբ որ հանեց ժողովրդին Իսրայելին, Աստված Մովսեսին ասեց Ահարոնին կանչիր եւ նրա համար սուրբ զգեստներ պատրաստի պատվի եւ փառքի համար։ Եվ մեկ ուրիշ տեղ եւ շարունակության մեջ ասում է, որովհետեւ սուրբ զգեստները նրան սրբելու համար, որ Աստծո համար քահանայություն անի։ Այսինքն Ահարոնը չէր կարող իր հին հանդերձներով Աստծո առաջ գալ եւ սուրբ հանդերձները Աստված մեզ հագցնում է, սա մեզ սրբացնելու, մեզ առանձնացնելու համար է, որովհետեւ մենք կարող լինենք այդ հանդերձներով նրա առջև կանգնենք, որովհետեւ մարդու հանդերձները, մարդու արդարությունը, մարդկային արդարությունը, մենք չենք կարող Աստծո առաջ կանգնել, Աստված մեզ նոր պատմություն է տալիս, նոր հանդերձներ է տալիս, ինչպես որ անարակ որդին ետ դառավ եւ հայրը նրա միանգամից հանդերձները փոխեց եւ նա նոր պատմություն տվավ, որտեղ մեր մարդկային հանդերձներով, մեր մարդկային արդարություններով մենք չենք կարող Տիրոջ արժեք կանեն, որտեղ Տերը հենց սկզբանը ասել է, որ արդար չկա, ոչ մեկ չկա, բոլորս մեղավոր են։ Տիտոսի գրքում Պողոս ասում է, ոչ թե արդարության գործերով, մեր գործերով, որ մենք արինք, այլ իր ողորմության համեմատ փրկեց մեզ մինչ անգամ ծնվելու ավազանով եւ Սուրբ Հոգու նորոգությունով։ Երբ որ Ադամը մեղ գործեց, նա փորձեց իր իմացած հանդերձներով ծածկվել։ Իր իմացած հանդերձներով ծածկվել, բայց դրանով ինքը չծածկվեցավ։ Մինչև Աստված նրան չտվավ այն հանդերձները, որը ինքն է ուզում, որը ինքն է պատրաստում։ Դրա համար Սաղմոս 2-ն խոսում է սրա մասին, ասում է իմ լեզուն թող պատմե քո արդարությունը եւ ամեն օր քո գովասանքը։ Թող մեր լեզուն միշտ պատմի Տիրոջ ողորմությունը, Տիրոջ արդարությունը, որ Աստված մեզ մաքրեց, որ Աստված մեզ փրկեց, որ Աստված մեզ սրբացրեց, որպեսզի մենք իր համար սեփական ժողովուրդ եւ քահանաներ լինենք, նրա առջև կանգնելու եւ նա երկպագելու համար։ Եվ դրանից հետո երբ որ Հորութը լավացվեցավ, օծվեցավ, նա հանդերձները փոխեց, նա չկանգնեց, որտեղ Նոյեմին նրան պատվիրել էր, որ առաջ գնա։ Եվ նա գնաց բոսի մոտ եւ նա ոտքերի մոտ քաղցկի տակ պարկեց։ Եվ այդ ժամանակ գրածա բոսը նրան հարցրեց. դու ով ես։ Եվ պատրաստված մարդը, ով գալիս է Տիրոջ առաջ, Սուրբ Գիրքը թող պատրաստվի։ Պատրաստված մարդը կպատասխաներ։ Նա պատասխանեց եւ ասեց. ես քո աղախինն եմ, Հորութը, եւ քո քաղցկը տարածիր քո աղախինի վրա, որովհետեւ դու իմ մոտ ազգականն ես։ Եղբայրներ քույրեր, պատրաստված մարդը, որ իր ներսում որոշած ունի, եւ ինքը իր անձը սրբում է, որ ինքը իրան հագուստները փոխում է եւ Աստծո հոգուն է խնդրում, որ առաջնորդի նրան, սրբացի նրան։ Միայն այդ մարդը կկարենա մոտենա Տիրոջ ոտքերի մոտ եւ ասի. ես քո ծառան եմ, ես քո աղախինն եմ, խնդրում եմ, քո քաղցկը տարածիր ինձ վրա, թող քո իշխանությունը լինի իմ վրա, թող դու լինես իմ Տերս եւ իմ Աստվածս, որովհետեւ միայն դու, որ կարող ես ինձ համար գին վճարել, իմ կյանքի համար գին վճարել, միայն Տերն է, որ մեզ համար գին վճարես, իր կյանքը դնելով, որպեսզի մենք այդ գնի համապատասխան ապրենք։ Մենք այդ գնի
այդ գնի հետևից գնանք մեր անձերը ամեն ժամանակ սրբացնելով։ Եկեք կանգնենք մեր Աստծո առաջ։ Այսօր մենք ունենք հնարավորություն, եղբայրներ, քույրեր։ Նա որ առաջի անգամ է, ունի հնարավորություն գալ Տիրոջ առաջ եւ թույլ տա, որ Աստված նրան սրբի, Աստված նրան ների, Աստված նրան յուղովոցի։ Իսկ եթե առաջի անգամ չէ, Սուրբ Գիրքում միտեղ գրված է, որ հանդերձներդ փոխիր, իսկ միտեղ կա, որ գրված է հանդերձներդ լվա։ Այսինքն մեկ մարդիկս, եթե անգամ կապ չունի քանի տարվա հավատացյալներ ենք, մենք ամեն ժամանակ, ամեն օր նորոգվելու կարիք ունենք։ Ամեն ժամանակ մենք ունենք կարիք, որպեսզի մեր հանդերձները լվանանք։ Եթե այդ հանդերձները փոխված է, այս աշխարհում ինչ որ բանով հնարավոր է, որ կեղտոտած լինենք։ Եվ մենք ունենք հնարավորություն այսօր մեր հանդերձները լվանալ եւ մոտենալ, որտեղ մենակ մենք ունենք ամեն ժամանակ եղբայրներ քույրեր, որ մոտենալ նրան սրբացման ճանապարհով։ Եկեք բացեք մեր սրտերը, բացեք մեր հոգիները, բարձրացեք մեր ձեռքերը դեպի Տերը եւ խնդրեք եւ ասենք Տեր, մաքրիր մեզ, Տեր սրբիր մեզ, Տեր մեր հանդերձները փոխիր, մեր հանդերձները ուզում ենք լվանք, մեր Աստված, թող անունդ փառավորվի։ Մենք քո կարիք ունենք եւ խնդրում ենք քեզ Տեր, որ քո քաղաքը տարածես մեզ վրա, որ քո իշխանությունը տարածես մեզ վրա եւ մենք քո ծառաները մնանք հավիտյան, որովհետեւ մեզ համար հաճելի է քո տան բնակչությունը եւ մենք ուզում ենք միշտ լինել քո տանդ մեջ։ Տեր, օրհնիր մեզ եւ անցկացրու մեզ ամեն ժամանակ այդ ճանապարհով, որ մոտենալով ամեն ժամանակ դեպի քեզ մենք սրբանանք, մենք մաքրվենք, մենք օրեցօր գանք դեպի քեզ, որովհետեւ ինչքան որ մոտենանք քեզ, այդքան կսրբանանք Տեր։ Թող մենք ամեն ժամանակ մոտենանք քեզ, քաշիր մեզ դեպի քեզ, քաշիր մեզ դեպի քո սրահները, քաշիր մեզ դեպի քո խորանը, քաշիր մեզ Տեր եւ թույլ տաս մեզ որ բնակվենք քո հետ քո սրբարանում, մաքրվելով, ապաշխարելով եւ փոխվելով։ Մեր Տեր, շնորհակալ ենք քեզ, գոհանում ենք քեզ եւ պատվում ենք քեզ։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուսի անունով աղոթում ենք քեզ եւ խնդրում, օրհնյալ լինի քո սուրբ անունդ։ Ալելույա։